Բարև ձեզ, սա թեման է, իմ այսօրվա հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է, բարև ձեզ, Տիկին Հակոբյան։ Տիկին Հակոբյան, սկսենք ԵԽԽՎ բանաձևից, որը վերջի օրվա թերևս ամենակարևոր իրադարձությունն է եւ որը, այսպես ասենք, մեծ արձագանք է գտել թե քաղաքական դաշտում, թե փորձագիտական դաշտում ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որտեղ անդրադարձել ու մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետի եւ եկեղեցու առաջնորդի միջև այս ճգնաժամի հետ կապված, բայց նաեւ մատնանշել է բանաձևում, որ որոշ եկեղեցականներ ձերբակալվել են իշխանությունը բռնի զավթելու կոչեր անելու եւ նման գործողությունների կողմ լինելու համար ընդդիմությունը քննադատում է արդեն այս բանաձևը, այսինքն համարում է, որ իշխանության սա բաց թողումներից մեկն է, ինչպես կմեկնաբանեք։ Ես չեմ հասկանում բաց թողումների մասին խոսակցությունները, ընդհակառակը նրանք շեշտում են իբր միակողմանի է այդ բանաձևը եւ հաշվի չեն առնված օրինակ այլ կարծիքներ, օրինակ ընդդիմադիրների կարծիքներ, ինչեւ իրենց հարաբերությունները, կառույցների հետ իրականում մոնիտորինգ է արվել եւ բանաձևում տեղ են գտել այո կոնկրետ երկու կետով 5-ի 1 կետով 21-րդ կետով անհանգստացած է ԵԽԽՎ-ն այն փաստերով, որ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, թե եկեղեցականների քաղաքական կոչերով, վարչապետին օրինակ հեռանալու կոչերով, քաղաքականություն մտնելու, ուրեմն փորձերով, թե հատկապես իշխանությունը բռնի զավթելու այդ փորձերով է անհանգստացած։ Մյուս կետով էլ անդրադարձ է իհարկե դա էլ է շատ կարևոր, անդրադարձ է կատարվել Ադրբեջանին վերաբերելի հատված որ պետք է Ադրբեջանը անապահ ազատ արձակի բոլոր պահվող անձանց, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այլ կերպ մանիպուլացվեց Հայաստանի ընդդիմության կողմից, հատկապես ԵԽԽՎ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը արագ այդպես տեսա ուղերձ ապա տեղեկատվություն տարածելով, հույս ունենալով, որ այն քաղաքացիները, որոնք լսում են, հնարավորություն չեն ունենա ծանոթանալ բանաձևին կամ մեր կողմից չի լինի արձագանք։ Այստեղ սխալվում է Մամիջանյանը, որտեղ մանիպուլացնում է, թե իբր ԵԽԽՎ-ն կոչ է անում իշխանություններին ընտրությունները արդար անցկացնել, զեղծարարություն չանել, դա ներկայացնելով իբր այնքան աղաղակող են այդ խախտումները, որ ԵԽԽՎ-ն անդրադարձ է կատարել, այնինչ բառացի գրված է, որ վերահաստատում է ԵԽԽՎ-ն, որ 18-ից ի վեր, սա էլ է շատ կարևոր, որ շեշտված է, որ 18-ից ի վեր տեղի են ունեցել մաքուր ընտրություններ, առանց խախտումների ընտրություններ, եւ որ առաջկա ընտրությունները եւս պետք է նման կերպ կատարվեն։ Այս էր ամբողջը։ Տիկին Հակոբյան, շարունակենք եկեղեցու հետ կապված թեման, ճգնաժամը չի հանգուցալուծում, թեպետ զգացում է, որ ներքին արդեն դժգոհությունը հենց եկեղեցում հասնում է գագաթնակետին, երեք թե առաջ օրը կաթողիկոսը եպիսկոպոսի կարգալույծ արեց, սա եթե աննախադեպ չէր, բայց եզակի դեպքերից մեկն է, ընդհանրապես կաթողիկոսի այս քայլերը ինչի հետևանք են եւ ոնց կմեկնաբանվեն։ Տեսեք, իրականում եպիսկոպոսին, արքեպիսկոպոսին կարգալույծ անելը, սա շատ ծանր մեղքեր պետք է գործած լինի, հանցավորություն պետք է գործած լինի, օրինակ կարող է ինչ-որ սեռական սկանդալ լինել, կարող է եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը օրինակ այլ դավանանք քարոզել, կարող է ծանր հանցագործություններ կատարած լինել, այսինքն շատ ծանր հանցագործություն պետք է իրականացված լինի, որպեսզի նման բարձրաստիճան հոգևորականը կարգալույծ հռչակվի եւ այո երեք մենք տեսանք որ Մասյացյոտ թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակեց եւ նրա մեղքը ինչու՞մ էր հստակ անգամ մայրաթորի հայտարարության մեջ գրված է, որ եպիսկոպոսը այնքան հանդգնություն է ունեցել, որ դատարանում վիճարկի կաթողիկոս կոչվածի նախորդ որոշումը, որը էլի օրինական չէր եւ փաստորեն Սրբազանը համարել է որ օրինական չէ, դիմել է դատարանը, ինչպես հիշում եք, բավարարել է եւ վերադարձել է թեմի առաջնորդություն, էլի եպիսկոպոսը եւ
այս դրա համար, որ հանդգնել է նման վիճարկել նրա որոշումը, դրա սա է փաստորեն սրբազանի մեղքը։ Եվ այսպես փաստորեն Երևանից մի քանի հոգևորականներ անգամ կապ են հաստատել եւ ասում են, որ բազմաթիվ էլի դեպքեր կան, երբ հոգևորականներին անգամ մինչեւ այս խոսակցությունը, ես նկատի ունեմ նախորդող 27 տարիների ընթացքում եւս բազմաթիվ հոգևորականների գլուխ է կերել, բառացի մեջ բերում եմ հոգևորականների խոսքերը, փաստորեն Կտրիչ Ներսյանը շատ հոգևորականների գլուխ է կերել, ինչ թե իր ցանկություններին չի ենթարկվել։ Եվ մենք այս մասին խոսելիս նաև կարող ենք հիշել մեկ այլ հոգևորականի խոսակցության ինչ որ ձայնագրություն, որը համացանցում հայտնվեց, որտեղ հոգևորականն ասում էր, որ իրեն ստիպում է Կտրիչ Ներսիսյանը իր որդեկորուս մորը, քանի որ այդ հոգևորականը պատերազմում եղբայր էր կորցրել, որդեկորուս մորը տանել կառավարության առաջ վարչապետի դեմ ցույցերին, եւ քանի որ նա հրաժարվել է, ուր այդ հոգևորականը հիմա քաղաքացիական որպես անձ ապրում է, այսինքն հեռացել է եկեղեցուց։ Նման դեպքերը շատ են, մենք այդ մի դեպքի մասին օրինակ այտենց բարձրաձայն վերջի շրջանում իմացանք, բայց բազմաթիվ են նման դեպքերը։ Տիկին Հակոբյան, հանգուցալուծումը ինչպիսին է լինելու, չի գնում կաթողիկոսը, այլ հակառակը փորձում է դիմադրել, ոնց է պատկերացնում ինչ է լինելու։ Բազմաթիվ եպիսկոպոսներ, արքիեպիսկոպոսներ գիտեք, որ միացել են եկեղեցու բարենորոգման այս մեծ ծրագրին եւ կարծում եմ մենք այսպես թույլ տվեք ասել ինստիտուցիոնալ ճանապարհով առաջ ենք գնում, որովհետեւ մյուս տարբերակը մենք բացառել ենք ավելի կտրուկ միջոցների դիմելը եւ անսում ենք Կտրիչ Ներսիսյանի խելամտությանը եւ գոնե այդքան տարի եկեղեցում լինելու բերումով որոշ հոգեվոր դրսևորումներ ունենալու փաստին, որ ինքնուրույն կհասկանա, որ հանգուցալուծումը արդեն անխուսափելի է, որ պետք է ինքը հեռանա, որովհետեւ ինչքան պետք է եպիսկոպոսներ, արքիեպիսկոպոսներ, քահանաներ կարգալույց հռչակվեն, արդեն որ երրորդն է կարգալույց հռչակվում, կարող է մի փուլ կա, երբ որ այլևս չլինեն հոգևորականներ, բոլորը կարգալույց լինեն, հնարավոր է մնա իր այդ կուտոկը թույլ տվեք ասել, հնարավոր է, կամ բոլոր եկեղեցիները խոնարհի, որտեղ այդ հոգևորականները պատարագ են մատուցում, բոլոր մարդկանց այն հոգևորական, այն հավատավորներին, որոնք գնում են այդ պատարակներին, համարի, որ իրենց ճակատից մեռոնը մաքրված է, չէ՞ որ նման հայտարարություններ մենք լսել ենք, իսկ աղա այդպես հանկարծ ստացվի, կստացվի, որ Կտրիչ Ներսյանը իր մերձ շրջապատով, ով իրեն պահում է հայտաթոռին, հա, այդ հավաքագրված եղբորով, չգիտեմ, եղբոր որդիներով եւ այլնով, սրբապիղծ մարդկանցով մնա որպես իբր մայրաթոռում հոգևոր առաջնորդ, իսկ մնացած հոգևոր հոտը, հոգևորականները, եկեղեցիները համարվեն այսպես վտարված։ Այս դեպքում ով է վտարված համարվելու։ Նա այլևս չունի իշխանություն եկեղեցու վրա։ Տիկին Հակոբյան, արդյոք Հայաստանում փորձ է արվում Բիձինա Իվանաշվիլի օպերացիա իրականացնել, իդեպ այս մասին նաև ակնարկել էր Մոլդովայի նախագահը երեք ուղղված իր ուղերձում կամ խոսքում։ Նկատի ունեմ Սամվել Կարապետյանի միջոցով։ Ես հասկացա, ես չեմ ուզում այլ երկրների փորձը այժմ որպես օրինակ բերել, ես ուզում եմ մեր հայաստանյան իրավիճակը վերլուծել։ Սամվել Կարապետյանը ունի մեծ կապիտալ Ռուսաստանի Դաշնությունում եւ այդ հսկայական կապիտալից անգամ ինքը $10,000 չի կարող դուրս հանել առանց Ռուսաստանի իշխանությունների գիտության եւ թույլատվության։ Այսինքն ինքը մեծապես կախված է, իր ողջ կապիտալը, չէ՞ որ նա Forbes-ի միլիոնատեր է, իր ողջ կապիտալը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, հսկայական կապիտալի հսկայական մասը, որտեղ այլ տեղերում էլ ունի։ Արդյոք սա կախվածություն չէ որևէ երկրից, կապ չունի որ երկրից, հսկայական կախվածություն է։ Եվ երբ որ մենք նաև վերլուծում ենք ընդամենը 1 տարի առաջ Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որ ինքը ցանկություն չունի քաղաքականությամբ զբաղվելու, որ գտնում է, որ յուրաքանչյուր իր գործով պետք է զբաղվի, ինքը բիզնեսմեն է, բիզնեսով պետք է զբաղվի, իսկ քաղաքական գործիչները բիզնեսի սպառողներ են, նրանք բիզնեսմեններ չեն կարող լինել։ Ու հանկարծ ամիսներ անց գալիս եւ քաղաքականությունը խրոխտ կերպով մտնում
Սա նշանակում է, որ առանց իր ցանկությամբ նա ստիպված է եղել մտնել քաղաքականություն։ Այ թե ինչու, այս էլ արդեն կարծում եմ պետք է այդ վերլուծությունը ամեն մեկը իր մեջ անի։ Ով է լինելու իրենց տեխնացունը ձեզ։ Մենք շուտով կիմանանք եւ ինձ բացարձակ չի հետաքրքրում ով է լինելու, որովհետեւ ով է լինելու է ստվերային կառավարում հստակ, որովհետեւ նրանք հայտարարում են, որ իրենց առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Իսկ Սամվել Կարապետյանը սահմանադրությամբ չի կարող լինել ղեկավար, չի կարող լինել падգամավորական ցուցակում, չի կարող լինել վարչապետի տեխնացու, որովհետեւ նա ունի մի քանի երկրի քաղաքացիություն։ Հենց սրա համար էլ չի կարող լինել։ Այսինքն նշանակում է ով էլ լինի, պետք է Սամվել Կարապետյանը ստվերային կառավարի, իսկ ինչ որ մեկը լինի դրածո։ Ինչ է դա նշանակում։ Խոսում են ինչ որ ուժեղ առաջնորդի մասին, անհրաժեշտ է ուժեղ առաջնորդը ով է, ով որ բան է, շատ միլիոններ ունի, արդյոք դա է ուժեղության իրենց չափանիշը։ Ես կարծում եմ ոչ, եւ վստահաբար ոչ, որովհետեւ տեսեք, ուժեղ առաջնորդը կարծում եմ այն առաջնորդն է, ով որ կարողանում է իր սահմաններից հանել օտար երկրի ներկայություն եւ երաժշտության եւ շնորհակալությունների ներքո հանել, օրինակ Իրանի սահմանից ռուս սահմանապահներին անցակետից, Զվարթնոց օդանավակայանից, որը եւս սահման է համարվում։ Ձեր կարծիքով ո՞րն է ուժեղությունը, շատ միլիոնները, թե նման քայլը։ Արդյոք ուժեղության ցուցանիշ չէ, օրինակ ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցումը։ Արդյոք ուժեղության ցուցանիշ չէ, օրինակ Եվրամիության դիտորդական առաքելությանը Իրանի սահմանին ունենալը եւ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների շարունակական ունենալը։ Արդյոք սա չէ ուժեղության ցուցանիշ։ Արդյոք ուժեղության ցուցանիշ չէ այն խաղաղությունը եւ այն գործարքները, թրիփի մասին եմ խոսում, որ այսօր Հայաստանում արկա է։ Ես ուժեղությունը սա եմ համարում։ Արդյոք ուժեղության ցուցանիշ չէ, օրինակ միայն նախորդ տարի պետությանը վերադարձված 66 միլիարդի գույքը, որը ժամանակին օտարել էին այդ ուժեղ կոչվող մարդիկ իշխանությունները, այսինքն օրինակ մի համայնքում մանկապարտեզի շենքը վերցրել, օտարել, տվել էին, սեփականաշնորհել էին, տվել էին ինչ որ մեկի կնոջը, ինչ որ մեկի քրոջը, ինչ որ մեկի աներձակին։ Հետո խոսում են, որ հերթեր են մանկապարտեզներում, դպրոցները դատարկվում են, որովհետև համայնքներն են դատարկվում, բա ինչ պետք է լինի, երբ որ ձեր դուքյանն եք սարքել։ Իսկ սա է ուժեղության ցուցանիշները։ Եվ դա միայն նախորդ տարվա մասին եմ խոսում, եւ ուզում եմ շեշտել, որ նախորդ տարի այդ ապօրինի գույքի բռնագանձման այդ օրենքը եւ այդ գործիքակազմը ավելի գործուն փուլ մտել, որովհետեւ նախորդող շրջաններում զբաղված էինք այդ կառույցների ձևավորմամբ, օրենքների ընդունմամբ, որպեսզի այնքան հիմնավոր լինի այդ թալանի վերադարձը, որ չկարողանան վիճարկեն։ Տիկին Հակոբյան, Նարեկ Կարապետյան տնտեսական ծրագիր է իր խոսքով ասած ներկայացրել 300,000 աշխատատեղերի մասին խոսում։ Իմ աղջկան հարցրեք Նարեկ Կարապետյանի քայլերի մասին։ Ով է Նարեկ Կարապետյանը, որ ես պետք է իրեն մեկնաբանեմ։ Երբ որ կդառնան քաղաքականության արդեն հայտ տված կոնկրետ նախընտրական շրջան տեխնացու, մենք կլինենք հավասար իրավիճակում եւ կկարողանանք մեկնաբանել իրենց ցնդաբանությունները։ Ես իհարկե նայել եմ, բայց չեմ պատրաստվում մեկնաբանել իրեն։ Արդյոք Ռուսաստանը փորձում է փոխել ընդդիմությանը, այսպես ասենք, իշխանափոխություն կատարել ընդդիմության ներսում, որովհետև նկատել են, որ թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը մի տեսակ ետին պլան են մղվել, առաջին պլանում հայտնվել է Սամվել Կարապետյանը։ Ես կարծում եմ, այստեղ իրենք ունեն շահերի համընկնում եւ անհնար է, չէ՞։ Ասես մի հատ բան կա, էլի, չեն կարող հանցագործները չակերտավոր եկեք վերցնենք, ուղիղ հանցագործ չասենք, բայց հանցագործները դառնան թշնամիներ, չեն կարող, որովհետև նրանք մի հատ ընդհանուր շահ ունեն եւ ընդհանուր պատմություն ունեն։ Հիմա այս մեր ընդդիմադիր դաշտում դիրքավորված տարբեր առանձնյակները իրանք ընդհանուր շահ ունեն եւ ընդհանուր պատմություն ունեն։ Իրանք չեն կարող իրար թշնամի եւ հակառակորդ լինել։ Իրանք նույն կաթսայի մեջ էփվող ինչ որ բաներ են եւ նրանք այսօր էլ հայտարարում են անգամ այդ ձեր նշած անձնավորությունը, որ հայտ է տվել այդ ապաքաղաքական կերպարը, ասում է, որ
իրենք չի բացառում, որ միավորվել են նախընտրական դաշինքներ չեն կազմի, որովհետև հասկանում են, որ քաղաքացիները պետք է դրան վատ կնայեն եւ չեն կարող քվեարկել։ Իրենք ասում են մենք առանձին կդիրքավորվենք, կասենք իրենք վատն են, նա ասում է մեզ առանձին կմասնակցեմ, կասեմ նա վատն է, բայց որևէ մեկը չի բացառում եւ ասեմ ավելին, ասում են, որ հետընտրական կոալիցիաները անխուսափելի են, իրենք պետք է առանձին մասնակցեն, խաբեն ժողովրդին, հետո միավորվեն կոնսենսուս -1 գաղափարով, այսինքն վարչապետը մի կողմում, իշխող քաղաքական ուժը մի կողմում, մնացածը մյուս կողմում, որովհետեւ իրենց միջից մեկին ինչ տարբերությունով է դա։ Ինձ համար ինչ տարբերություն Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, Սամվել Կարապետյանի եղբոր որդին է, թե Ռոբերտ Քոչարյանի որդին է, ինչ տարբերություն իմ համար։ Հետո իրենցից մեկը դառնա վարչապետ եւ միասին էլի շարունակեն այն թալանը, որը տարիներ շարունակ արել են։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ բաներ ասեմ։ Այդ թալանը նաև դրսևորվել է ոչ միայն նախորդ իշխանության իրենց կառավարման ընթացքում, այլ օրինակ Սամվել Կարապետյանի դեպքով կարող ենք ասել հեծին նայելով։ Օրինակ, ինչու ենք ասում, որ հեծը յուրաքանչյուր քաղաքացուց գողացել է։ Սա շատ հստակ եւ ապացուցված է, եթե դուք նայեք ժամանակավոր կառավարչի այդ ուսումնասիրությունների արդյունքները։ Փաստաթղթավորված։ Օրինակ, մենք բոլորս վճարել ենք էլեկտրաէներգիայի դիմաց վճարներ, այդ վճարները հավաքվել է հեծում, չէ՞ որ դա միակ եկամուտն է, չէ՞ հեծի։ Հեծը փոխանակ այդ իր հսկայական եկամուտները ուղի նրան, որ օրինակ սակագինի իջնի, որտեղ մարժայով դա կարգավորվում է, կամ օրինակ ենթակառուցվածքները բարելավեն, այդ փայտից ստոլբաները այլևս չտեսնենք, այդ հաճախակի հոսանքի անջատումների ինչի արդյունք էր, հնամաշ ենթակառուցվածքների։ Եթե այդ գումարները մեր վճարած գնային ենթակառուցվածքների բարելավմանը բոլորիս ի նպաստ, ամեն ինչ լավ կլիներ, եւ չէր լինի անգամ այս գործընթացը, որ իրենք զրկվեցին, հա, լիցենզիայից։ Բայց իրենք այդ գումարները հավաքել են ու տվել են իրենց բիզնեսներին անտոկոս վարկեր։ 6 թե 6.5 միլիարդի տվել են իրենց բիզնեսներին վարկեր անտոկոս 0%-ով։ Եվ այդ ողջ ընթացքում, երբ որ հեծին պետք է եղել որոշակի գումար, իրենք իրենց անունից, արդեն հեծի իր անունից տեղական եւ միջազգային բանկերից վերցրել են տոկոսով գումար։ Այդ ընթացքում սա գողություն չէ՞, բա։ Եվ հետո մենք բոլորս վճարել ենք էլեկտրաէներգիայի դիմաց, որպեսզի հեծը այդ տոկոսները մարի։ Մենք բոլորս ենք վճարել։ Այնինչ, օրինակ, տաշիր կապիտալը հսկայական անտոկոս վարկ է ստացել եւ 0%-ով անվճար բարելավել է իր բիզնեսը։ Այսպես է երկիրը ղեկավարելու։ Տիկին Հակոբյան, շատ է խոսվում հիբրիդային պատերազմի մասին, նկատի ունեն հիմնականում Ռուսաստանի ուղղությամբ է վարվում, Ռուսաստանն է մեր դեմ վարում այդ պատերազմը, վերջին օրերին նաև իրենց քարոզիչները բավական կոպիտ եւ ագրեսիվ են խոսում Հայաստանի մասին, երեք կարծում Սալավյովը նորից վատ տոնով խոսել են այդ մասին, ինչպես եք պատրաստվում պայքարել այս ամեն ինչի դեմ, բացի նրանից, որ ասենք Եվրոպան որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց այս պատերազմին։ Մենք որպես պետություն դրա դեմ պայքարել ենք նրան այլևս եթեր չտալով։ Բայց ես կարծում եմ, որ նրանց լսելը ավելի է մեր իմունիտետը բարձրացնում, թե որն են իրականում այդ մարդկանց նպատակները։ Ասում եմ մարդկանց ոչ թե պետության, որովհետև պետությունը իրենից սատեց, ասեց ֆեյքերը, չգիտեմ ինչ, այսինքն Զախարովան, որը պաշտոնական խոսափող է, ոչ պաշտոնական խոսափող Սալավյովին համարեց ֆեյք։ Շատ լավ, մենք մեր առաջիկայում մեր գործընկերներին Ռուսաստանի Դաշնության կկարողանանք նաև ուղիղ հարցնել իրականության մասին։ Բայց մեր հղած նոտաները, որովհետև այդպիսիք եւս դեպքեր եղել են, նոտաները նրա մասին է եւ մեր հայտարարությունները նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները պետք է հետևություններ անեն եւ փորձեն կարգի հրավիրել իրենց ցնդած խոսափողներին կամ գործիչներին առանձին, որովհետև չի կարելի մի երկրի մասին նստել եւ նման բան ասել, այն դեպքում, երբ որ դու համարում ես Կրեմլի խոսափողը, չի կարելի, այն էլ ունես իրենց պետական հեռուստատեսությամբ եթերաժամանակ, ուղղակի անթույլատրելի է։ Սա որպես Ռուսաստանի Դաշնության դիրքորոշում է ընկալվում գոնե մեր քաղաքացիների կողմից եւ դրա համար խորանում է այն մթնոլորտը, որը
հասկանալի պատճառներով կա այն տրամադրությունները հասարակության մեջ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ հատկապես 21 թվականից հետո։ Եվ մենք չենք ուզում, որ այդ տրամադրությունները խորանան, որովհետև մենք ունենք ռազմավարական գործընկերություն Ռուսաստանի Դաշնության հետ եւ ունենք ընդհանուր շահեր եւ մեզ համար կարեւոր գործընկեր է Ռուսաստանի Դաշնությունը։ Տիկին Հակոբյան, TRIP-ի նախագիծը գործնական փուլ է մտնում, բավական ակտիվ քայլեր են սկսել կատարվել, բայց Հայաստանում մի շրջանակ կա, որը համառորեն փորձում է այդ նախագիծը ներկայացնել որպես Զանգեզուրի միջանցք, ինչը նույնիսկ Ալիևը սկսել է չխոսել այդ միջանցքի մասին, բայց իրենք շարունակում են պնդել, որ դա միջանցք է։ Սա դավաճանություն է եւ ոտնձգություն է Հայաստանի պետականության դեմ։ Ես անգամ Երեք թառաջի օրներ Ռոբերտ Քոչյանի հեռուստատեսության եթերում իրենց հաղորդավարը, ուրեմն բանախոսն ասում է TRIP, ասում է, չէ, Զանգեզուրի միջանցք, հասկանում եք դա ինչ է, հասկանում եք ինչքան ցածր բան է։ Երբ որ Ադրբեջանի կողմից էր դա հնչում, մենք դա քննադատում էինք, մենք անգամ ամենաբարձր ամբիոններում եվրոպական, գիտեք, որ վարչապետը բարձրաձայնել է դրա մասին, եւ երբ որ Ադրբեջանի կողմից դա Այն ժամանակ իդեպ մեր ընդդիմադիր գործընկերները այտենց ասում էին, հողում էին անում, որ սա ոտնձգություն է, սա արտատարածքային միջանցք է եւ այլն, եւ հիմա երբ որ Ադրբեջանի կողմից դադարել են նման խոսակցությունը, իրենք շարունակում են ակտիվ պահել այդ թեման։ Հիմա ով է թշնամի Հայաստանի Հանրապետությանը։ Այդ շրջանակը թե ով։ Երբ որ Ալիևը դադարել է եւ ասում է, որ հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ստորագրում է փաստաթղթեր եւ հայտարարում է դրա մասին։ Եվ ասում է, որ պատերազմի էջը փակված է եւ համագործակցության մասին է խոսում։ Բացում է իր ճանապարհները Հայաստանի համար։ Գիտեք արդեն որքան ապրանքներ է Հայաստան գալիս, նաեւ Հայաստանից ապրանքներ գնալու խոսակցություններն են շատ ակտիվ գործնական փուլում։ Հիմա ով է թշնամի, այս մարդիկ, որ պատկերացնում են Հայաստանում Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ Ադրբեջանի համար, թե Ադրբեջանը, որ ժամանակին խոսել է նման բաների մասին, բայց այժմ այլ բանի մասին է խոսում։ Քիան, այսօր բանակի կազմավորման օրն է Հայաստանի, սա նորից թեմա է դարձել ընդդիմության շարժման համար, բայց վարչապետի ուղերձը այսօր բավական խոսում էր, նա խոսել էր, որ բավական մեծ աշխատանք է տարվել բանակում սպառազինության առումով, որը աննախադեպ է թե ժամանակակից սպառազինության, թե նաև քանակի առումով, բայց ընդդիմադիրները շարունակում են պնդել, որ դուք քանդում եք բանակը։ Ընդհանրապես նախ այսօրվա հետ կապված ինչ ոնց կմեկնաբանեք, ինչ կասեք եւ ինչ է տեղի ունենում բանակում, ինչ է փոխվում հատկապես 20 թվականից հետո։ Մենք եթե 18-19 թվականին մեզ ասեին, որ մենք զենք ենք առնելու ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մենք իրատեսական չենք համարի, բայց այսօր դա իրականություն է։ Իհարկե լավորիշ չէր, որ մենք գտանք այլ ընտրանքներ, բայց շատ լավ է, որ դիվերսիֆիկացվեց այս կարևոր ուղղությունը եւս, եւ մենք կարողացանք այն ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանի Դաշնությունից մեր գնաց զենքերը, մեր վճարած գումարի դիմաց, մեր գնաց զենքերը չէին հասնում Հայաստան, օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներով դա մի կողմ են դնում, մենք կարողացանք պայմանագրեր ունենալ եւ սպառազինություն ունենալ այլ երկրներից, տարբեր երկրներից, ոչ միայն եվրոպական, այլև այլ տարածաշրջանի։ Եվ այն քաղաքացիները, որը նաև այն գործիչները, որոնք ցանկություն ունեն տեսնելու, թե բանակը կազմաքանդված է, թե բանակը ծաղկում է, հնարավորություն ունեն գնան տեսնեն այն ամրաշինական կառույցները, որոնք այսօր կան Հայաստանի տարբեր սահմաններին։ Ես ինքս եղել եմ այդ կառույցներում եւ բազմաթիվ անգամ նաև վարչապետը անգամ իր դեմքով առաջարկել է քաղաքացիներին հերթագրվել եւ գնալ տեսնել այդ ամրաշինական կառույցները եւ տեսնել թե ուր են գնում իրենց վճարած հարկերը։ Դրանք հսկայական կառույցներ են մեր սահմաններին, որտեղ զինվորը մաքսիմալ պաշտպանված է։ Դա եւի մեր հանրապետության ամենաապահով տեղերն են, Եվ ուզում եմ սրան հակադրել այն կոնսերվայի բանկաներով հայտնի սահմանները։ Թող գնան տեսնեն որն է իրական բանակը։ Թող գնան տեսնեն սպառազինությունը, որը եւս ցուցադրությունը հնարավոր է որոշակի պայմանների իհարկե պահելով, տեսնել թե ուր են գնում էլի մեր վճարած հարկերը եւ այն
նաև ներգրաված վարկերը, որը Հայաստանն այսօր ունի օտար երկրներից ներգրաված վարկերի մասին։ Բացի դա, նաև պատրաստվածության առումով, բարեկարգման առումով, բարենորոգման առումով, ամեն առումով կանոնադրային հարաբերությունների բարելավման եւ այն առումով բազմաթիվ գործընթացներ կան, ծրագրեր կան։ Գիտեք, որ պայմանագրային զինծառայությունն է այսօր շատ ակտիվ, ասենց պրոֆեսիոնալ մակարդակի է դրվում բանակը եւ շատ մեր քաղաքացիներ դիմում են այդ պաշտպան հայրենաց ծրագրով նաեւ, որովհետեւ բավականին մեծ երաշխավորություններ նաև կան այն քաղաքացիների համար, որոնք դիմում են, այդ թվում բնակարանային ապահովման ծրագիր, գիտեք, որ ատեստավորման հնարավորությամբ այսօր շատ բարձր աշխատավարձ է ստանում նաև սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողը։ Գիտեք, որ կրճատվեց նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եւ դա մենք տեսանք, որ հնարավորություն կա այս շրջանում, որովհետև այդ բարելավումները եւ այդ մեր խոստացած ծրագրերը ի կատար էին կացել որոշակի չափով եւ դա շարունակական է լինելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր իմ զրուցակիցը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանն էր, հանդիպենք առայժմ։